Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուսն ազովրեցու, Աստծո օծյալի անունով ես օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Հիսուսն է Աստծո օծյալը, Հիսուսն է Աստծո որդին, Հիսուսն է այն, ում վրա Աստված իր ընտրության կնիքը դրեց։ Հիսուսը Աստծո ընտրյալն է, այն դուռը, որով մենք կարող ենք գալ Աստծո առաջ, այն դուռը, որով մենք կարող ենք մտնել ու հաշտվել Աստծո հետ։ Դրա համար էլ Աստված իր որդուն խաչը հանեց։ Հիսուսը կատարեց խաչի վրա իր աշխատանքը, զոհողության աշխատանքը, որով նա պարտության մատնեց սատանային, մեղքը, դժոխքը, որպեսզի մենք մտնենք իր մեջ, միավորվենք Աստծո հետ ու հաղթանակած լինենք եւ այս կյանքում եւ հավիտենական կյանք ունենանք։ Դրա համար ես տարածում եմ Աստծո խոսքը, որպեսզի քեզ էլ հասնի նրա լույսը, նրա փրկության ձեռքը տեսնես մեկնած դեպի քեզ, իմանաս, որ Աստված սիրում է քեզ եւ սպասում է քեզ։ Եվ այս դասերը, այս թարգմանությունները թող օգնեն ամեն մեկիս ազատվելու մեղքի կյանքից ու գալու դեպի Աստված։ Ինքնուրույն չենք կարող ազատվել, Աստված պիտի օգնի, Աստված պիտի տա մեզ զորությունը, ուժը եւ առաջնորդի, նա է կապանքներ քանդողը, բայց որպեսզի դա լինի, մենք պիտի միաբանվենք Աստծո հետ, պիտի ընդունենք նրա մեկնած ձեռքը։ Հիսուսի անունով թող սա աղոթքի պես երկինք բարձրանա։ Ամեն։ Հիմա վերադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի ընթերցանության ու մեկնաբանության շարունակությանը։ Մենք 6-րդ գլխում ենք եւ այսօր շարունակել ենք խոսել, թե ինչ են գայթակղությունները։ Սուրբ գրությունները, այսինքն Աստվածաշունչը, ներառյալ հին ու նոր կտակարանները կարևոր բաներ են ասում գայթակղությունների մասին։ Որպեսզի գլուխ հանենք գայթակղություններից, մենք պետք է լավ հասկանանք, թե ինչ են գայթակղությունները եւ գայթակղությունների տարբեր տեսակները, որոնց մասին վկայակոչում է Աստվածաշունչը։ Մենք կարող ենք պարզեցնել քննարկումը գայթակղությունները դիտարկելով որպես արտաքին գայթակղություններ կամ ներքին գայթակղություններ։ Նախ անդրադառնանք, թե ինչ են արտաքին գայթակղությունները, եւ դրա համար նախ կարդանք առաջին Կորինթացիներ նամակում 10-րդ գլխի 13-ից 14 խոսքերը, որ Պողոս առաքյալն է գրում գայթակղությունների մասին, եւ այս գայթակղությունները մենք կանվանենք արտաքին գայթակղություններ։ Պողոսն ասում է. ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ։ Ուրեմն այս տեսակի գայթակղությունը, այս մարդկային փորձությունը, մարդկային փորձությունը, որի մասին խոսում է Պողոս առաքյալը, վերաբերում է այն իրավիճակներին, որոնցում հայտնվում են մարդիկ։ Բոլոր մարդիկ։ Դրանք այն բաներն են, որոնք նրանց ընդհանուր մարդկային փորձությունների մի մասն են կազմում։ Սրանք վերը քննարկված կյանքի հանգամանքների մի մասն են։ Մենք դա 3 ենք ուսումնասիրել, գնացեք, լսեք։ Հանգամանքների մեջ մտնում են իրավիճակները, իրադարձությունները, մեր միջավայրը, որտեղ ապրում ենք, մարդիկ, որ կան մեր շրջապատում, մեր միջավայրում, մեր տարբեր պարտականություններն ու պատասխանատվությունները եւ նաեւ սատանան։ Եւ Աստված վերահսկում է հանգամանքները եւ հանգամանքներում եղած ամեն բան։ Խորհենք նաև Մատթեոս 4-ում նկարագրված իրավիճակի մասին, որտեղ 40 օր ծոմ պահելուց հետո Հիսուսը գայթակղվեց սատանայի կողմից։ Նորից խորհուրդ եմ տալիս, որ ինքնուրույն կարդաք Մատթեոս ավետարանի 4-րդ գլուխը։
Սատանան մի շարք սադրիչ բաներ դրեց Հիսուսի առաջ, առաջարկներ բերեց Հիսուսին, մտքեր քաշեց Հիսուսի առաջ։ Եվ ուշադրություն դարձնենք, որ սատանայի այս մարտավարությունը նման էր այն մարտավարությանը, որ սատանան օգտագործել էր Ադամի և Եվայի հետ։ Առաջարկ արեց, միտք բերեց, ուրիշ ոչ մի բան, սակայն Հիսուսը սատանային այլ կերպ արձագանքեց, սատանային այլ կերպ պատասխանեց, քան Ադամը ու Եվան։ Այսինքն տարբերությունը նրանում չէր, թե սատանան ինչ արեց, ոնց արեց, ինչի արեց։ Տարբերությունը հաղթանակի Հիսուսի արձագանքի մեջ էր։ Սա այն պատճառով է, որ Հիսուսի համար կարևոր բաները տարբերվում էին Ադամի և Եվայի համար կարևոր բաներից։ Ադամի և Եվայի համար իրենց ցանկությունն էր կարևոր, Հիսուսի համար Աստված էր կարևոր։ Աստծուն հաճելի լինելը, Աստծու կամքը կատարելն էր կարևոր։ Ահա որտեղ է տարբերությունը։ Ինչպես Ադամի և Եվայի դեպքում, սատանան Հիսուսին ոչինչ չստիպեց անել։ Որոշումը, թե ինչպես Հիսուսը կպատասխաներ այդ փորձությանը, այդ գայթակղությանը, ինչպես կարձագանքեր այդ գայթակղություններին, թողնված էր Հիսուսին, Հիսուսի որոշմանը, Հիսուսի ազատ կամքին։ Հիսուսը իր ազատ կամքով պիտի որոշեր, ինչպես արձագանքել։ Հիսուսը նաև ուղղակիորեն չէր վերահսկում այդ իրավիճակը սատանայի հետ, որում ինքը հայտնվել էր։ Իրավիճակը վերահսկվում էր Հայր Աստծո կողմից։ Նմանատպես մարդիկ չեն կարող, մենք չենք կարող լիովին վերահսկել մեր հանգամանքները, որում մենք ենք հայտնվել։ Ահա թե ինչ է նշանակում, երբ Պողոսն ասում է. «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից»։ Այն, ինչին Հիսուսը ենթարկվեց սատանայի կողմից, նման են այն բաներին, որոնց բոլոր մարդիկ են ենթարկվում։ Գայթակղությունները, որոնք Պողոս առաքյալը նկատի ունի, կյանքի հանգամանքներն են, ասում է հեղինակը։ Հաճախ նման իրավիճակները կոչվում են դժվարություններ ու փորձություններ, նեղություններ, փորձություններ։ Կարևոր է, որ հասկանանք, թեև սատանան կարող է ներկա լինել մեր իրավիճակներում, իրական խնդիրը մարդկանց մեջ է, մեր մեջ է։ Մարկոս ավետարանի 7-րդ գլխի 21-ում ասվում է, որովհետև մարդկանց սրտի միջից դուրս են գալիս չար մտքեր, պոռնկություն, գողություններ, սպանություններ, շնություններ, ագահություն, չարություններ, նենգություն, գիջություն, նախանձ, հայհոյություն, ամբարտավանություն, անձգամություն։ Սատանան պարզապես մեր միջավայրի, մեր հանգամանքների ու մեր իրավիճակների մի մասն է։ Եվ թե ինչպես ենք մենք արձագանքում մեր միջավայրին, մեր իրավիճակներին, մեր հանգամանքներին, դա մեր ընտրությունն է, անկախ նրանից, թե սատանան դեր ունի դրանում, թե ոչ։ Սատանան մեզ չի ստիպում, մենք ենք ընտրում։ Սատանան մեր ազատ իրավունքը, ընտրության իրավունքը չի գողանում։ Մենք ընտրում ենք։ Ամփոփելով ասենք, արտաքին գայթակղությունները այն հանգամանքներն են, որոնցում մենք գտնվում ենք և կարող են դառնալ դժվարություններ, նեղություններ, փորձություններ մեզ համար։ Թե ինչպես մենք կարձագանքենք այդ դժվարություններին ու փորձություններին, ուղղակիորեն կապված է այն բանից, թե ինչ է մեր սիրտը արժևորում, ինչ է մեր սիրտը կարևոր համարում։ Ահա թե ինչու է Պողոսը ասում. «Փախեք կռապաշտությունից»։ Պողոսը նաև ասում է. «Աստված ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ»։ Սա իմ կարծիքով նշանակում է Աստված տվել է մեզ ճիշտ որոշում կայացնելու կարողությունը, որ մեր որոշումով չընկնենք կռապաշտության մեջ փորձությունների ժամանակ, որ աստվածահաճո որոշումներ կայացնենք։ Իսկ հիմա խոսենք ներքին գայթակղությունների մասին։ Ներքին գայթակղությունները այն բաներն են, որ գոյություն ունեն մեր հանգամանքների մեջ և որոնք գրավում են մեզ, դուր են գալիս մեզ, ձգում են մեզ, քաշում են մեզ։ Եվ մարդուն դուր է գալիս այն, մարդուն գրավում է այն բանը, ինչ մարդը արժևորում է,
գնահատում է, կարևորում է, իր սրտի գանձն է համարում, ինչպես ասեց Հիսուսը։ Թեև մարդիկ կարող են գիտենալ, որ Աստված չի ցանկանում, որ իրենց դուր գա որոշ բաներ, որ Աստված չի ցանկանում, որ գրավեն որոշ բաներով, անեն որոշ բաներ, բայց Աստված թույլ է տալիս, որ մարդիկ իրենք որոշեն, թե ինչ անեն։ Աստծո սրտին ու կամքին հակառակ բաները ուզենան, թե ոչ, անեն, թե ոչ։ Այս ազատ որոշման ու ընտրելու իրավունքը, որ Աստված տվել է մեզ, կոչվում է ազատ կամք։ Այսինքն դու գիտես Աստված ինչ է ասում, լավ է, վատ է, անել, չանել, Աստծո կամքը, գիտես։ Մնում է դու որոշես։ Այն ինչ որ քեզ ձգում է քո հանգամանքներում, այն ինչ որ դուր է գալիս, տրվելու ես դրան, թե դա մերժելու ես, անելու ես այն, ինչ որ Աստված է ասում։ Եվ այս ընտրությունը, այս ազատ կամքի ընտրությունը հեշտ բան չի։ Որտեվ չմոռանանք, մեր վրա նաև ազդում են մեր անցած փորձառությունները, մեր զգացմունքները եւ այլն, հա, մեր խառնվածքը, ամեն բան այդ հանգամանքների մեջ է։ Բայց այն, որ հեշտ չի նշանակում, որ այտենց չպետք է փորձենք սովորել վարվել։ Հենց սա էլ եղավ Եվայի ու Ադամի հետ։ Նրանց գրավում էր, նրանց դուր էր գալիս բարին ու չարը ճանաչելու, իմաստուն լինելու հեռանկարը։ Բարին ու չարը ճանաչելը, իմաստուն լինելը վատ բան չեն թվում։ Եվ թվում է խելամիտ բան է, որ Եվան ու Ադամը ցանկանում էին բարին իմանալ, չարը իմանալ, իմաստուն լինել։ Բայց իրականում դա չարիք էր, ու չարիք էր այն պատճառով, քանի որ Աստված արգելել էր նրանց դա ունենալ։ Աստծո մոտեցումն է, որ դարձնում է դա չարիք, Աստված ասել էր ոչ։ Եվան ու Ադամը կշռեցին սատանայի առաջարկը եւ այն գրավիչ ու դուրեկան համարեցին։ Հետո համեմատեցին Աստծո ասածի հետ ու հետո իրենց ազատ կամքով ընտրեցին հակառակվել Աստծուն։ Սա նշանակում է, որ Եվայի ու Ադամի իրավիճակում բարու եւ չարի գիտության ծառը նրանց փորձությունն էր։ Այն բանից հետո, երբ Եվան ու Ադամը խորհեցին սատանայի կողմից իրենց ներկայացված առաջարկի մտքի շուրջ, սատանայի առաջարկած միտքը դարձավ ներքին գայթակղություն նրանց համար։ Եվ սատանան նմանատիպ մտքեր ամեն օր դնում մեր մեջ, որ մենք կարող ենք ընկալել որպես մեր միտք, մեր ցանկություն։ Եվան ու Ադամը ցանկացան ունենալ չարի ու բարու հասկացողությունը, չնայած որ դա Աստծո կամքից դուրս էր։ Եվ չարի ու բարու հասկացողություն ունենալու իրենց այդ ցանկությունը դարձավ կեղծ Աստված իրենց համար։ Դա այն վերածեց գայթակղության, այն դարձավ գայթակղություն։ Գայթակղությունները դառնում են առանցքային կետ որոշում կայացնելու գործընթացում։ Մարդիկ որոշում են կայացնում հետևել այս բանին, ինչն իրենց գրավիչ է թվում, ինչ իրենց դուր է գալիս։ Գայթակղությունը քո առաջ է, դու պիտի որոշում կայացնես, անես թե ոչ։ Հակոբոսը սա է ասում նման փորձությունների մասին։ Հակոբոս նամակ առաջին գիրք 13 խոսք։ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի Աստծուց եմ փորձվում, որովհետև Աստված չարից չի փորձվում եւ ինքն էլ ոչ մեկին չի փորձում։ Հակոբոսի այս խոսքերից մենք հասկանում ենք, որ Աստծո կողմից դրված արտաքին հանգամանքները չէին, որ Եվային ու Ադամի գայթակղությունը դարձավ։ Հակոբոսը ավելի խորն է գնում, պարզելու, թե որտեղից է գալիս գայթակղությունը։ Այսինքն սատանայի ներկայությունը, չարի ու բարու ծառի ներկայությունը չէր, որ գայթակղություն դարձավ Ադամի ու Եվայի համար։ Այլ ըստ Հակոբոսի կարդանք առաջին գլխի 14-ում նա ասում է. յուրաքանչյուրը փորձվում է իր իսկ ցանկությունից հրապուրվելով ու խաբվելով։ Այսինքն Ադամն ու Եվան հրապուրվեցին չարի ու բարու ծառի այդ մտքով եւ խաբվեցին։ Եվ այդպես դա դարձավ իրենց գայթակղությունը։ Ահա թե ինչու մենք ու ամեն մարդ
պետք է հստակ հասկանա, թե ինչ է նշանակում գայթակղություն բառը։ Երբ կարդում ենք Աստվածաշնչում կամ երբ մտածում ենք այդ մասին կամ օգտագործում ենք այդ բառը, Աստված չի ստիպում մեզ ձգվել, քաշվել դեպի վատ, չարիք բաները, գրավվել չարիք բաներով, չար ու վատ բաներ ցանկանալ։ Ոչ էլ սատանան է մեզ դա ստիպում կամ պարտադրում։ Նա միտք է տալիս, նա առաջարկ է անում, ինչպես արեց Եվային ու Ադամին, ինչպես արեց Հիսուսին եւ ինչպես ամեն պահ անում է յուրաքանչյուրիս։ Բայց նա չի պարտադրում, նա չի ստիպում եւ ոչ էլ Աստված։ Սակայն Աստված թույլ է տալիս, որ մարդիկ հայտնվեն ու երեսարվեն ու անցնեն դժվար հանգամանքների միջով, փորձությունների միջով։ Աստված նաև վերահսկում է այդ հանգամանքների ինտենսիվությունը, որպեսզի մարդը դրանց դիմանա, առանց մեղք գործելու։ Առաջին Կորինթացիներ նամակի 10-րդ գլխի 13 խոսքում Պողոս առաքյալն ասեց. «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահել, բացի մարդկային փորձությունից, բայց Աստված հավատարիմ է, նա ձեզ չի թողնի ձեր կարողությունից առավել փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք դիմանալ»։ Ինձ համար գիտեք ինչն է հետաքրքիր, դիմանալ բառը չի ասում է, որ այդ փորձություններից դուրս գաք, փախնեք, այդ հանգամանքներն էլ չլինեն ձեր կյանքում։ Դիմանակ, մինչև որ փորձությունների այդ էտապը կանցնի։ Սրա համար էր ու այս պատճառով էր, որ Եվան ու Ադամը ունեին այդ ներքին կարողությունը իրենց մեջ դիմակայելու այդ գայթակղությանը, ու այդ գայթակղությունը այն էր, որ մերժեն Աստծո խոսքը, Աստծո ցանկությունը ու իրանց ուզածը անեն։ Աստված տվել է մեզ այդ կարողությունը։ Եվ հենց սրա համար էր, որ Աստված նրանց պատասխանատու համարեց իրենց արարքների, իրենց ընտրությունների, իրենց որոշումների համար։ Սրա պատճառով էր, որ նրանք պատասխանատվություն կրեցին իրենց ընտրության համար։ Նույն գործընթացը շարունակվում է նաև այսօր։ Աստված թողնում է, որ յուրաքանչյուր մարդ որոշի, թե ինչն է իր համար գրավիչ, դուրեկան, գայթակղիչ, հետևաբար նաև ընտրի, թե ինչը մարդը կհամարի գայթակղիչ։ Թե բարին, թե չարը հասանելի են բոլորին, այսինքն մենք ազատ ենք ընտրելու թե բարին, թե չարը, թե ճիշտ արձագանքը, թե սխալ արձագանքը։ Մեր սրտի մեջ եղած ցանկություններն են, որ ստիպում են մեզ գայթակղվել մեր հանգամանքներում, եղած այսինչ կամ այնինչ բանով։ Պիտի հասկանանք, որ մեր սրտում եղած ցանկությունները ստիպում են մեր շրջապատում, մեր հանգամանքում գոյություն ունեցող ինչ-որ բան գրավիչ թվա մեզ համար։ Ահա թե ինչու նույն բանը կարող է գայթակղել մեկին, բայց ոչ մյուսին։ Տարբեր մարդիկ ունեն տարբեր ցանկություններ, ինչը նշանակում է, որ նրանք բախվում են տարբեր գայթակղությունների հետ։ Այսինքն նրանց գայթակղությունները տարբեր են, որովհետև նրանց ցանկություններն են տարբեր, նույնիսկ եթե նրանք ապրում են նույն հանգամանքներում, եւ նրանց արժե համակարգերն են տարբեր։ Ահա մի քանի հիմնարար սկզբունքներ գայթակղությունների վերաբերյալ։ Առաջինը. Աստված թույլ է տալիս, որ փորձությունները տեղի ունենան հանգամանքների միջոցով։ Երկրորդ. Աստված գայթակղություններ չի բերում մեր կյանք, ու ոչ էլ Աստված ստեղծում է, առաջացնում է գայթակղություններ։ Երրորդ. Հանգամանքները գայթակղություններ չեն առաջացնում։ Չորրորդ. Հանգամանքների մեջ եղած ինչ-որ բան ցանկանալն է, որ գայթակղություններ է առաջացնում։ Հինգերորդ. հնարավոր է զգալ արտաքին գայթակղություններ առանց ներքին գայթակղությունների, ինչպես որ Հիսուսի մոտ եղավ։ Կար արտաքին գայթակղությունը, բայց չկար ներքին գայթակղություն։ Իսկ Եվայի ու Ադամի ու մեր հարցում լրիվ հակառակն էր։ Կար արտաքին գայթակղությունը, ու մենք դրանից նաև ունենում ենք ներքին գայթակղություն, որտեղ այդ հանգամանքներում մեզ դուր է գալիս մի բան, որի հետևից մենք որոշում ենք գնալ հակառակ Աստծո կամքին։ Ամփոփում. մեր հանգամանքներում որոշակի բաներ կարող են
կոնկրետ մարտահրավերներ առաջացնել մեզ համար։ Դժվար հանգամանքները կարող են փորձել մեր արժեքային համակարգերն ու համոզմունքները։ Դրանք արտաքին գայթակղություններ են, որոնք մենք անվանում ենք փորձություններ։ Մարդկանց որոշակի ցանկությունները պատճառ են դառնում, որ նրանք իրենց հանգամանքներում գրավվեն որոշ բաներով, տարվեն այդ բաներով։ Երբեմն այս բաները լավ չեն և կարող են վնասակար լինել նրանց համար։ Դրանք կոչվում են գայթակղություններ։ Աստված հնարավորություն է տալիս մարդկանց դիմակայել այդ գայթակղություններին և դիմակայել դրանց առանց մեղք գործելու։ Աստված փրկության ճանապարհ է տալիս, բայց մեր բաժինը ճիշտ պատասխան ընտրելն է, ճիշտ որոշում կայացնելն է, աստվածահաճո արձագանք տալն է։ Աստված օրհնի, պահի, պահպանի և ուղղորդի ամենքիս։ Թող մեր մտքերի ու հասկացողության վրա եղած ամեն կապանք ողորմած ու շնորհալի Աստված կոտրի, որպեսզի բացվեն մեր հասկացողության աչքերը, ու ոչ միայն հասկանանք, այլ նաև կատարենք։ Ամեն։